Սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատակիցներ, բարև բոլորիդ։ Ուրեմն ես այսօր կուզեմ խոսամ ձեզի հետ մի հատ կործանարար ոգու մասին, որն որ կարող է կործանել ձեզի ամբողջությամբ։ Շատ մանրամասնորեն պիտի խոսամ ու հուսով եմ, որ շատ շատերդ կազատագրվիք այսօր։ Նախ ես ձեզի ասեմ, որ այդ հարցակումը կնայանի բոլորիս վրա, բոլորիս վրա, ու ես այս թեման չեմ ներկայացնող, որ մեկս մյուսից ստադենք, մեկս մյուսից մեզի ցածր կամ բարձր նկատենք, այլ ես այս թեման կներկայացնեմ, որովհետև փառք Աստծուն, Աստված ինձ շատ տեսանյութերով է լցրել։ Ես ինքս շատ մեղքերից եմ ազատագրվել, ու դեռ շատ մեղքերից էլ պիտի ազատագրվեմ։ Բաներ կար չեմ գիտեցի, որ մեղք է, որոնք ընթացքում կսեմ, որպեսզի դուք էլ գիտենաք։ Բաներ էլ կար գիտեցել եմ չեմ կնած է ազատագրվեմ, մինչև Տիրոջ որոշված ժամանակ է եկել է, ու եսօր Տերս ինձ պատվիրեց որ խոսամ այդ մասին, որովհետև շատ շատերը կգտնվին պոռնոգության, շնության ոգու ազդեցության տակ։ Ու ինչեղ կրնան ազատագրվին։ Նախ ասեմ, որ եթե դուք այդ ոգու ազդեցության տակ կգտնվիք, նախ սկսենք ստեղից, հասկանանք որն է պոռնոգության ոգին, որն է շնության ոգին։ Պոռնոգության ոգին ընիկե երբ որ դու առանց ամուսնանալու օրինական ձևով դու ինչ որ մեկի հետ կունենաս հարաբերություն ու իր հետ համատեղ կապրես։ Այս մասին ես ես վերջերս Տիրոջից շատ հստակ խոսք ստացա, ես ինքս չգիտեի, ես օրինակ կմտածեի, որ կարևորը Աստծու օրհնությունն է, երկրի վրայի զաքսը կամ ինչ որ բաները երկրորդական են, հարսնիկը եւ այլն, բայց Աստված ինձ այսպես խոսք տվեց։ Չկա զաքս, չկա հարսանիք ու չկա ամուսնություն։ Իսկ ես իմ ամուսնուս հետ էլ երբ որ ամուսնացել եմ, ես մտածել եմ, որ կարևորը երկնային ամուսնությունն է, որ Աստված ինձ ցույց է տվել ու վերջ։ Ու ես անցել է արդեն շատ երկար տարիներ ու ես վերջերս եմ իմացել Տիրոջից հստակ, ուղղակի ես իրան խնդրեցի, Տեր ջան, այս հարցից պատասխանը, օրինակ մեր խմբագի մեկ քանի քրոջ հետ էլ խորհրդակցեցինք այդ հարցի հետ կապված, ու մեր քրերն էլ իջեք հոգի նույնսին, զաքսը կարևոր չէ։ Սեք ինչի համար կսեմ ժողովուրդ ջան, որ հոգևորներն էլ շատ հաճախ կրնան սխալվին, ինչ որ ես, բեսեմ մյուսները։ Ու այնքան կարևոր որ ամեն մի հարցիդ պատասխանը Աստծուց ստանաս։ Իմ մոտս միշտ կասկածեղ է այդ հարցի հետ կապված, որովհետև թե ես ինքս, թե շատերը կառնչվին այդ հարցի հետ կապված, ոնց այդ հարցը կուտան ու ես պատասխանը այդպես եմ գիտեցել։ Իհարկե Տերս թողները, որ ես սխալ եմ գիտեցել ու սխալ եմ ապրել ու սխալ եմ առաջնորդել, ամեն դեպքում երբ ես այսօր գիտեմ, ես ամուր բռնել եմ այդ խոսքը, որովհետև ես ինչեղ ստացա այդ պատասխանը։ Տեր ջան, ինչ նոր քեզի քո կամքիդ պես է, օրինակ եթե ինձ ինչ որ մեկը 20-նա ջան, կաղոտես այս հարցի շուրջ ու պատասխան ընձես, ես երբ որ կաղոտեմ, ըմբես իմ մեջս հավատք տնե, Աստված որ այս ինչ բանը լավ կեղնի, որ ես կսկամ որ դիք Աստծուց է, ունձ ինչ կուզեսեն, ես գիտեմ որ դիք հաստատ լավ կեղնի, որովհետև հաստատ հավատք է տրվել Աստծուց իմ մեջս։ Գործքի 5:22-23 խոսքերի մեջ կսե հոգու պտուղներն են սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, շշկալություն։ Այսինքն դիք պտուղ է, աշկև է Տիրոջից, որ դու հաստատ կհավատաս։ Ու այդ խոսքը որ ես ստացա, պես գերբնական, մեջս հավատք տրվավ, ու ինձ ինչ որ պահեր, դրվագներ հիշեցրեց, տես, օրինակ դու ես ինչ բանին ուշադրություն չդարձրիր, այն ինչ բանին ուշադրություն չդարձրիր, ու այդ ինչ բանը մինչև վերջ գնաց, պես գնաց։ Ես նորից կսեմ խոսամ, թող Տերս խոսային միջիցս այն կան, ինչ կան որ իժա կամքն է, ու այսօրվա լսողներին պետք է որ իմանան։ Հիսուսի զորավոր անունով կկապեմ ամեն տեսակի մարմնավոր
խոսքեր ու խորհուրդներ, ու թող Տիրոջ հոգին իմ բերանձես խոսա, որպեսզի այսօր քանդվի շատ շատերի կապվածությունը ամեն տեսակի մեղքերից, ինչպես նաև պոռնոգությունից ու շնությունից։ Դիք արդեն պատկերացրի, քո ամուսինը չէ, դու օրինական չես զաքսվե, դու օրինական հարսնիկ չես երե, ուրեմն ինքը քո ամուսինը չէ, դու իր հետ իրավունք չունիս ընդհանրապես հարաբերություն ունենալու։ Ինքը պիտի ճանաչվի բոլորի կողմից։ Աստվածաշնչի մեջ Հռոմեացիս 13:1-ի մեջ գսել. ամեն մարդ պիտի հնազանդվի բարձր իշխանություններին։ Որովհետև չկա իշխանություն, որ չէ Աստվածանից։ Ներկա իշխանությունները Աստծուց է կարգված։ Իշխանությանը հակառակվողը Աստծու հրամանին կհակառակվի։ Պարզ կուտա։ Ուսիկնիկ չէ, որ պիտի քարոզես, քեզի կարգել են, դու չես քարոզել։ Ուսիկնիկ է, որ դրված որ ամուսնությունը դարձրու օրինական։ Օրինակ շատեր ինչի չեն զաքսվի, որովհետև կնա թոշակ կդրեն, նպաստ կդրեն, կամ ինչ-որ պատճառներով։ Ես ձեզ ասեմ, որ եթե կտեսնիք, որ աշկերտներ կա, ու ինչ-որ մեկը պատրաստ չէ, որ հարսանիք է, ինչ-որ մեկը պատրաստ չէ, որ ձեզի հետ զաքսվի, ուրեմն ինքը ձեր կողակիցը չէ, ու Աստծուց չէ։ Ուրեմն ինչի համար ես դիք հստակ կրնամ սեմ։ Եթե ինչ-որ մեկը չի կրնա զաքսվի ձեզի հետ, ուրեմն կա խնդիրներ։ Այդ սերը իրական չէ, ինքը ուղղակի կամստանա իր ցանկությունները բավարարելու համար։ Ու չզարմանաք, որ ինքը ձեզի շուշուտ փոխե մեկ ուրիշի հետ։ Սիկ ես պոտից բերած բաներ չեմ սել, ուղղակի շատ փագակձեր չեմ բացել։ Ինչի հարսնիկ չի ենե, որովհետև ինքը որպես տղամարդ չի աշխատե ու գումար հետ չի գցե։ Ինքը չի ապրել ճիշտ կյանքով։ Ինքը միշտ ապրել է իր ցանկությունները բավարարելու համար։ Դրա համար այսօր չի կրնա հարսնիկ ենել։ Հարսնիկ ենելու համար շատ գումարներ պետք չէ։ Հարսնիկ ենելու համար պարզապես պետք է որ մարդը աշխատող եղնի։ Հարսնիկի բովանդակությունը ո՞րն է, այսինքն մարդկանց բոլորին իժաշքով հավաքել ու նշել, որ դու իրան կընդունես որպես քո կինդ, կինն է կընդունեն որպես իր ամուսին, որ բոլորը դուրս ելնիք, ոչ թե պայ մտած ապրիք իրար հետ, այլ բոլորը ճանչեն ու գիտենան, որ դուք իրար ամուսիններ եք։ Շատ պարզ բացատրեցի։ Եսիք պատահական բաներ չեմ ասել, եսիք շատ փորձված բան է, ու Աստվածաշունչը երբեք սխալ բաներ չի ասել։ Ուղղակի կուկա ժամանակ մեզի տարբեր բաներով կանցնե, որ մենք հասկանանք խոսքի իրականությունը։ Հիսուսին ինչի մինչև խաչը չհանեց, Աստված թույլ չտվեց, մարդկային կյանքով չապրավ, մարդկային կյանքի դժվարություններ չտեսավ, ինքը թակավոր չդարձավ երկրի վրա, որպեսզի մինչև ցավս չտեսնես, ցավս չես զգա։ Այսօր Աստված ամեն մեկից թույլ կուտա, որ անցնենք որոշակի սխալների միջով նաև, որպեսզի նախ չմեծամտանանք, չմտածենք, որ մենք որ այսինչ մեղքը չենք գործել, մյուսից լավն ենք, չկա այդպես բան։ Դու եմ մի ուրիշ մեղքը կգործես, օրեն մյուսը չի գործել, արտար չկա, մեկն էլ չկա։ Պողոսը գսե։ Ուրեմն սկանը ինչ որ կուզեի պոռնոգության հետ կապված սեի։ Շնությունը որն է, երբ որ դու ամուսնացած ես ու ուրիշի հետ կունենաս սեռական հարաբերություն։ Դիք կոչվի շնություն։ Մենք գիտենք, որ մեր մարմինները սուրբ է, ունդեղ պիտի ապրի մենակ Աստված։ Ու սրբություն պիտի ապրի մեր կյանքերի մեջ։ Ես կուզենայի, որ կարտայի Աստվածաշնչյան համարներ ու քննարկեինք հատիկ-հատիկ։ Որից հետո ես նաև կքննարկեմ, թե ինչեղ կրնանք ազատագրվենք շատ հեշտ շնության ոգուց։
Հմի կաշտանք աստվածաշնչյան համարներ, իսկ հետո այդ հարցի պատասխանը տամ։ Ու նաև պատասխանեմ, թե եթե դուք այսօր չորոշեցիք ազատագրվել, ինչ ծանր հետևանքներ կրնա ունենա շնությունը կամ պոռնոգությունը։ Ուրեմն կաշտանք Ա Կորինթացիս 6-րդ գլխի 18-19 խոսքերը։ Ամբողջ 6-րդ գլխի 12-ից կարող եք կարդալ, բայց որբիսի տեսանյութը շատ չցկցկվի, ես 18 խոսքից կկարդամ։ Պոռնոգությունից փախեք։ Ամեն մեղք, որ մարդ կգործե, իր մարմնից դուրս է, բայց նա, որ կպոռնգանա, իր մարմնի մեջ կմեղանչե։ Չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, որ Աստծուց առած եք, ու դուք ձեր անձի տերը չեք։ Ուրեմն, քրիստոնյա եղնել ինչ կնշանակե, սիրելիներ։ Քրիստոնյա եղնել կնշանակե քու մարմնիդ բոլոր ցանկություններդ հանձնել Քրիստոսին։ Դու էլ իրա տերը չես։ Դու պիտի չնայես քու մարմինդ ինչ կուզե, որ դու ենես իր համար։ Ես կուզեմ այս տղամարդուն, այս ինչ բան ուտել կուզեմ, այս ինչ բանը հագնել կուզեմ, այս ինչի հետ ամուսնանալ կուզեմ։ Քրիստոնյա եղնել կնշանակե իմ սեփական ցանկություններս ես խաչն եմ հանել, խաչն եմ հանել, ու ես կապրիմ արդեն Աստծո կամքը կատարելու համար։ Քանի որ չեք գիտե, որ ձեր մարմինները Տիրոջ են Սուրբ Հոգու, որ ձեր մեջն է, որ Աստծուց առած եք, ու դուք ձեր անձի տերը չեք, քանի որ գնով ծախարնվեցաք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմինների ու ձեր հոգիների մեջ, որոնք Աստծուն կպատկանեն։ Ուրեմն, այստեղ կոչ կեղնի, որ մենք մարմինները ու մեր հոգիները սրբության ու մաքրության մեջ պահենք։ Իսկ ինչ կրնանք պահենք։ Օրինակ շատերը կուզեն ազատագրվին ու չեն կրնա ազատագրվին։ Ինչն է պատճառը։ Ես ձեզ ասեմ։ Պատճառը, առաջի պատճառը, նիկյոր սխալ տեղից կսնվիք։ Կլսեք քարոզների որ ազատագրվիք, չեք ազատագրվի։ Կմասնակցեք աղոթքների որ ազատագրվիք, չեք ազատագրվի։ Անձամբ կկարտակ Աստվածաշունչ, չեք ազատագրվի։ Ինչն է պատճառը։ Եթե մարմնի մեջ կա թունավորում, հեշտ եղել է ձեր կյանքի մեջ, իմ կյանքիս մեջ եղել է։ Օրինակ բերեմ, որ դուք ավելի ճիշտ հասկանաք։ Իմ տղիս ուսն էր, կարծեմ, շուտվա պատմություն, 2-3 տարի առաջ, թեթևը, այս հատվածը։ Երեխեն ընկել էր վար դուրսը, քսեր մամա անտատ կցավա, մամա կտանի կցավա։ Մեր մոդի հիվանդանց տարանք նկարենք, սին հեշ բան չկա երեխեն, բայց երեխեն սա անտադուր քսեր կցավա, տարա ուրիշ հիվանդանցի մոտ ու պարզվա, որ ճակել է։ Արմունկն էր կարծեմ։ Արմունկը ճակել էր երեխիս։ Պատասխանը պարզ է։ Սխալ բժիշկը։ Իսկ ինչը կնայանի սխալ բժիշկը։ Մեր կյանքի սխալ բժիշկը, մեր սխալ առաջնորդները։ Երբեմն մարդիկ եկեղեցիներ էշտելով ոգիներ տուն կբերեն։ Դուք գիտեք, ես պատահական չէ, որ տարբեր տեսանյութեր կտեղադրեմ, որ շատ հովիվներ, շատ առաջնորդներ, շատ եկեղեցիների անդամներ կգտնվին դժոխքում։ Ու գիտեք ինչն է պատճառը, որովհետև ամեն հավատացյալ չէ, որ հավատացյալ է։ Ես նաև տեսանյութ եմ տեղադրել, թե ինչ մե հովիվը Հիսուսը ցույց է տվել վկայության մեջ, որ չամբատանով փողը ձեռը արե գնացել է, ցույց է տվել մահացած մարդուն, որ երկինքն ու երկիրը, հովիվը։ Իրա զոհաբերություններ լրիվ իրանեպա է, բայց եկեղեցու անդամները սոված են եղել։ Եկեղեցու հովիվը ընտանիք ունենալով հանդերձ նաև ընկերություն է երել եկեղեցու անդամներից մեկի հետ։ Իր սիրելին է ինքն է եղել, քրերից հետ, մեկի հետ։ Ինչ կուզեմ ասեմ։ Առաջինը, եթե մենք ինչ որ մեկի դիգես եղնի, մեկ ուրիշ եղնի,
Ես ինձ չեմ արտարացն, ես ձեզ պես պարսեմ։ Եթե մեր աղոթքներից ինչ որ մեկը չի ազատագրվի, ուրեմն առաջինը մեր մեջ է խնդիրը։ Ինչի Աստվածաշնչի մեջ կսե քննեք ձեր անձերը, ով մեղավորներ, մաքրեք ձեր սրտերը, ով երմիտներ։ Գիտեք ինչի կսե։ Մեզնից յուրաքանչյուրին նոր հարցնես, ամեն մեկս գիտենք, թե մենք շատ լավ հավատացյալ ենք, բայց դիտիկ այդպես չէ։ Գիտեք, ով իրան լավ հավատացյալ կամար է, ով որ իր անձը չի քննե խորությամբ։ Երբ որ դու ամեն օր հայելու թեմ չկանգնիս, ես իմիսպես նկարեմ, չէ, տեսանյութ, տես նաև կտեսնի մազերս վիճակը ինչ եղավ, բար կանգնեցրեցի, ուղեցի մազերս։ Դիք ինչի համար կսեմ։ Հայելին կօգնի, որ մենք մեր սխալները տեսնենք, ու ես ինձ ինչքան հայելու առաջ շուտ կնայեմ, այդքան կտեսնեմ իմ արտաքին վիճակս, իմ հագուստս, իմ մազերս, իմ դեմքս։ Եթե դու քո մեղքերից տեղյակ չես, ուրեմն կնշանակի, որ դու հաջող չես կանգնի հայելու առաջ ու չես նայե քո մեղքերը դու սխալներդ։ Ես վերջերս ես կտեսնեմ, որ ինձ Սուրբ Հոգին անընդհատ կտանի աղոթքի, մաքրե ու սրբե իմ անձս, մաքրե ու սրբե իմ անձս։ Ու գիտեք ինչ կարգի ինձ մեղքեր ցույց կտա Աստված, ու ես ամեն օր կապաշխարեմ։ Ինչ խորհուրդներ կտա աղոթքի ու ծոմի մասին։ Թե որ աղոթքն է ճիշտ, ինչ աղոթենք, որ ճիշտ աղոթք եղնի, որ աղոթքն է զորավոր։ Որ ծոմն է, որ սատանեն կծաղրե, այդ թեմաները ես գցել եմ, ուղղակի Մալիքի շատ լրջությամբ հետևեք, որովհետև ես շատ լուրջ թեմաներ կտեղադրեմ։ Ծոմեր կար, կուզե օրերով պայես, Աստված չի լսե։ Որովհետև քո ներսդ մաքուր չէ, քո աղոթքդ, քո ծոմը չի ընդունվի Աստծուց։ Ու ծոմ պահել չի նշանակի կերագուրից հրաժարվել, առաջինը ծոմ դիպայենք մեր մեղքերից ու սխալներից, որպեսզի մեր աղոթքը լսելի է Աստծուն։ Ես այդ մասին տեսանյութը տեղադրել եմ, կրնակ պարզապես լսեք, ու դիք հենց Հիսուսը ինքն է։ Եթե դու կսնվիս կենտանի ջրերից, քո կյանքին մեջ կա կատարյալ ազատագրում։ Իսկ եթե դու կխմես պղդոտ ջուր, քո մեջ կա թունավորում։ Պղդոտ ջուրը ո՞րն է։ Պղդոտ ջուրը նիգյոր դու անընդհատ կշփվես ինչ որ եկեղեցու հետ, կշփվես ինչ որ հավատացյալների հետ, բայց քո կյանքիդ մեջ չի կա փոփոխություններ։ Եթե իհարկե դու անկեղծորեն կուզես որ փոփոխություններ կա։ Որ եթե հավատքի կեշտաս ինչ որ ակնկալիքով, որ քու ինչ որ մի մուզածիտ հասնես, քո կյանքիդ մեջ փոփոխություն չի կա։ Իսկ եթե դու անձամբ կփապագես, որ Տիրոջը ծառայես, Տիրոջը մոտենաս, լսես Աստծո ձայնը, կատարես Աստծո կամքը, քո կյանքիդ մեջ փոփոխություն կա։ Աստված կա այն օրը, կա այն ժամը, կա այն պահը կհասնի, որ քեզի կտնե, քիմնեք հաստատենտեղ, որտեղ որ դու իրականում պիտի աճես։ Իսկ մի խոսամ ինչեղ կրնակ ազատագրվիկ ամբողջությամբ։ Ես արդեն խոսացի մաքուր ու ճիշտ ջրի մասին։ Ջուրը շատ օգտակար է, չէ՞, շատ հաճախ կսեն 2 լիտր ջուր դի խմես։ Իսկ արդյոք պղդոտ ջուրը կրնա օգտակար եղնի։ Պղդոտ ջուր կնշանակի ինքը լրիվ վիրուսներով, բակտերիաներով, հարուցիչներով հարուցված ջուր, որոնց կրնա արմատապես թունավորե քո ներսդ։ Կերագուրը կրնա կերագուր ուտելով մարդիկ մեռնին, թունավորում ստանալով, կերագուր ուտելով նաև բժշկվին։ Նայած ինչ կերագուր կուտես դու։ Ժողովուրդ ջան, հոգևոր ոլորտն էլ է նույնը։ Աղոթեք ու խնդրեք, որպեսզի Աստված ձեր ներսը լցնե այն կերագուրներով, որոնք որ իրականում կրնան ցեզի ազատագրեն։ Ես ցեզի սեմ ընձի շատ ուժեղ
ազատագրել են հոգևոր վկայությունները։ Աստվածաշունչը, ժողովուրդ ջան, եթե դու հատկապես մանուկ ես, ամեն մարդ մեծ է, ով մեկնաբանը, բայց հետաքրքիր է, բգանները Աստվածաշնչով կապացուցեն, որ իրանք ճիշտ են։ Մյուս հավատացյալները Աստվածաշնչով կապացուցեն, որ ճիշտ են։ Դու եթե հոգևոր մանուկ ես, ճիշտ կեղնոր։ Ոչ թե շատ մարդկային մեկնաբանություններ լսես, այլ ինքդ քննես Աստվածաշունչը։ Եթե դու ինքդ չքննեցիր Աստվածաշունչը, գսե Բերիա քաղաքի մեջ Կուրսկի 17-ի 11-ի մեջ։ Մեկ քանի մանձի քնչիկ կովեցին, որովհետև Պողոսի քարոզից անմիջապես հետո այս բաները կքննեին, թե ճիշտ է։ Ինքան կարևոր որ ամեն մեկս քննենք, թե արդյոք ճիշտ է, այն ինչ որ մեզի կսեն։ Այսօր սա ճիշտ են։ Այնքան որ մեկին բան հարցրիր, ինքը ճիշտ կեղնի, դու սխալ։ Սիրելիներ, դրա համար ես ցեզի խորհուրդ կուտամ։ Քննեք բոլորի սասները։ Այն ինչ որ ես սկսեմ, եսօր քննեք։ Ինքան բաներ կար, քան իմ տարվա առաջվաս ու եսօրվա մտածելակերպից մեջ ամեն ինչ փոխվել է։ Ու գիտեք ինչի։ Որովհետև մարդը ինչքան օր կմեծանա, եթե դու կլսվես ամեն օր Աստծո խոսքով, գիտությունով, քո մտածելակերպիդ մեջ է փոփոխություններ կուկա, քո էությանդ մեջ է փոփոխություններ կուկա։ Շնության ոգին, պոռնոգության ոգին տարածված է ամեն ուր։ Ինչը խմի փախնիկ արմատապես շնությունից ու պոռնոգությունից։ Ես ցեզ ասեմ։ Մարդը դուս կուտա այն ինչ որ կուտե։ Չէ, օրգանիզմից կուկա կթապի այն ինչ որ դու կերել ես։ Աշխատեք, լծվեք, դու կենես կյանքի ցանկացած ոլորտում այն, ինչով որ լծվել ես։ Փորձեք ճիշտ բաներով լծվիք։ Շատ ճիշտ կեղնի, ես օրինակ շատերի քարոզները հմիլ չեմ լսել, ուղղակի չեմ լսել։ Կլսեմ հոգևոր վկայություններ ու կկարդամ Աստվածաշունչ։ Ու իրար հետ կհամատեղեմ։ Որովհետև մոլորեցնող ոգիները չափից դուրս շատ են, որոնք նույնիսկ քարոզների միջոցով կրնան քեզի մոլորեցնեն ու մտցնեն շնության մեջ։ Իսկ երբ որ հոգևոր վկայություններ կլսեմ ես, պարզ մակուր ճշմարտությունները Հիսուսից կլսեմ ու կհամատեղեմ Աստվածաշնչի մեջ։ Շատերը կսորվծնեն, որ եթե դու հարաբերություն չես ունենա, կանոնավոր, սեռական, քո առողջությունդ կվնասվի, սուտ է։ Մի հավատացեք, դիք սատանայի սուտն է։ Նախ մարդուն Աստված է ստեղծել։ Եթե Աստված կսոր առանց ամուսնանալու հարաբերություն մի ունեցի, ուրեմն ինքը քեզի ինպես է ստեղծել, դու կրնաս կամ սպասես։ Իսկ եթե չես կրնա սպասես, դիք կնշանակի, որ դու բռնված ես պոռնոգության կամ շնության ոգով, ավելի շուտ պոռնոգության ոգով, եթե ամուսնացած չես։ Իսկ եթե դու ամուսնացած ես ու ուրիշներին կսիրահատես, դիք կնշանակի, որ դու բռնված ես շնության ոգով։ Շնությունը, պոռնոգությունը ոգի է։ Ես կարտամ Աստվածաշնչից համար, որպեսզի դուք համոզվիք։ Մեկ համար կարտամ։ Ովսեի 4:12-ը։ Իմ ժողովուրդս իր փայդին կհարցնե ու իր ցուպը իրեն կիմացնե, քանի որ պոռնոգության ոգին, ուշադիր լսեք, Ովսեի 4:12, քանի որ պոռնոգության ոգին նրան կփխից հանեց ու իրենց Աստվածը լքելով պոռնգացան։ Սիկ այս պոռնոգության ոգին եւ հոգեվոր առումով կոչվի եւ ֆիզիկական առումով։ Որ մարդիկ կնան եւ հոգեվոր առումով դավաճանեն Աստծուն եւ ֆիզիկական առումով։ Որ մենք ստեղ ինչ տեսանք, պոռնոգությունը ոգի է։ Ես երբեք չեմ դադել որևէ մեկին, եթե պոռնոգությանը շնության մեջ է։ Ոչ է դուք իրավունք ունիք դադելու, որովհետև Հիսուսը պոռնիկ կնոջ է ներեց։ Պարզապես ես բոլորին կոչ կենեմ, որ ազատագրվին այդ ոգուց։
Որովհետև դուք նույնիսկ չեք պատկերացնե, թե ինչքան, երբ որ այդ ոգու ազդեցության տակ կմնաք, հետո դուրս կուկաք, ինչքան ամոթ խայտառակություն ու անարգանք պդի վերցնեք ձեր վրա։ Իրականում ձեր մարմինը սուրբ պահեք, արժանացեք թագին ու պսակին, դիք Աստծուց դրած կարգ ու կանոն է։ Հեչ մի աղջիկըմ, հեչ մի տղեմ ձեզնից լավը չէ, որ իրան հարսնիկով տանին, ամեն ինչ ենեն հարսնիկ, իսկ ձեզի չենեն։ Աստված ամեկի համար, դուք ամեկդ Աստծու երեխեն եք, ունի կես, յուրահատուկ կես, որ արժանի է և լավ հարսանիքին, և զաքսին, և օրինական ճանաչվելուն։ Ես նորից կկրկնեմ, եթե ինչ որ մեկը պատրաստ չէ այդ ամեն ճենելու, ուրեմն ինքը պատրաստ չէ ամուսնանալու, ինքը պարզապես ինքը ձեզի հետ որոշ ժամանակ կյանք կապի իր ցանկությունները բավարարելու համար։ Չկա աղքատ մարդ, ես ձեզի ասեմ, կա աշխատել չսիրող մարդիկ։ Ցանկացած մարդ կրնա հասնի հաջողությունների, եթե ինքը աշխատող է։ Ես այնքան մարդկանց եմ ես ընտասկ այցելել օգնել ու ես տեսել եմ մի բան։ Գիտեք ովքեր չունին, ովքեր որ չեն սիրի աշխատել, ովքեր որ խմող են, ովքեր որ խաղծող են, ովքեր որ ուրիշի հաշվին ապրող են։ Այդ տեսակի մարդուն կուզես տար $1000, օրհնի ար երկրորդ օրին գելի փող չունի։ Մի հատ իրան հեռախոս կառնի, որ դու երբեք քեզի չես առնի, ու կպրծնի իր փողը, կամ մեկ ուրիշ բան կենի։ Դիք ես ցեզի փորձված բան կսեմ։ Ես հիմնականում շատ բաներ, երբ որ կխոսամ այն ինչ որ անձամբ ապրել եմ, անցել եմ ու գիտեմ։ Ուրեմն հիշեք, դուք այսօր ժամանակ ունիք հնարավորություն ազատագրվելու, ու ես ձեզի համար չպետք է աղոթեմ, որ դուք ազատագրվիք, ես ձեզի ասեմ, դուք ինքներդ լսեք հոգևոր վկայություններ, ես ռուսերենից շատ կլսեմ ու տեսանյութեր կտեղադրեմ։ Այս ընտանիք, երբ որ արդեն նորից տեսավ, ես նորից ձեզի կթարգմանեմ, կտեղադրեմ վկայություն։ Թե սատանեն ինչ կրնա ձեզի մոլորության մատնել։ Ու նաև ես նաև ձեզ հետ խոսամ։ Հիսուս անձամբ ինքնաբավարարման համար է լսել, որ դիք մեղք է։ Շատերը կմտածեն, որ ինքնաբավարարում ենելով հեշմարտու չեն վնասել, բայց ձեզի ասեմ, ինքնաբավարարումը հենց առաջի քայլն է մարդուն տանող շնության ու պոռնկության։ Դիք նման է մեկ կատ լցվող ջրի, որն որ վերջում կլցվի ու դու կտեսնես, որ դե քեզի չի բավարար ու դու կմտնես շնության ու պոռնկության մեջ։ Առաջինը թույլմիկ տվեք, որ դու էդիկ հարաբերություն ինչ-որ ունենաս թևերի հետ։ Հիսուսը կսե շատերի համար կթվա, թե ես այդ մասին տեսանյութ տեղադրել եմ էլի մալիկիս մեջ, եթե պետք եղավ, ում որ պետք եղավ, ես կգտնեմ, նոր սիրկեն ցեզի կփոխանցեմ։ Կամ դուք եք կրնակ գտնեք։ Ուղղակի գրեք, բերեք YouTube-ով։ Свидетельство о мастурбации։ Ես ռուսերեն տարբերակներ հիմնականում շատ եմ վկայություններ ռուսերեն տարբերակներով։ Հայերենով է կա, բայց չգիտեմ ինչի ես ռուսերեն շատ կլսեմ։ Դիք իմ մեջս դրած։ Մեծ ինչ որ բաներ կա, թող դերս փոխել, հայերեն լսեմ կամ եւ այլն։ Ազատվեք պոռնկության ու շնության հիմքը արդեն սեցի նաև գուկա հենց ինքնաբավարարումից։ Եթե դու ինքնաբավարարում չերեցիր, դու շնության ու պոռնկության մեջ չես ընկնի հիմնականում։ Այդտեղից գուկա։ Ես արդեն ցեզի հիմնական բաները բացատրեցի ժողովուրդ ջան։ Ու կուզենամ որ այսօր սկանով սահմանափակեմ, վերջացնեմ։ Փախեք պոռնկությունից, շնությունից, ինքնաբավարարումից։ Ու մի զարմացեք, եթե դուք այդ մեղքերի մեջ եղաք, արդեն ձեր աղոթքը Աստծուն չի լսվի։ Դիք կվնասե ձեր ու Աստված փոխադարձ հարաբերությունները։ Ու հավատացած եղեք, որ դուք ունենաք պատվավոր ամուսնություն, պատվավոր ընտանիք, պատվավոր կյանք։ Իսկ դժոխքի մեջ պոռնիկները, շնացողները, ինքնաբավարարում ենողները սարսափելի կտանջվին։
Այսօր որ Դուբայում ինչ որ բաներ կկատարվին, դի կկատարվեն ինչ որ դժողքի մեջ կենեն դեպերը մարդկանց հետ իրականում։ Ես այսօր մի հատ տեսանյութեր լսեցի, որ իրականում այդ արարողակարգը ինչ որ կենեն այդ Դուբայի փակ դռների հետևում դե լրիվ դիվական արարողությունները, ունդեղ դևեր են ներկա։ Իրանք իրաց դևերին կենեն այդ զոհաբերությունները։ Ու այդ մեծահարուստ ոսկեղեն պատերով Դուբայի հետևը հենց Սադանեն ինքն է կանգնած։ Որ մարդկանց կառաջարկե շքեղ կյանք, փառավոր կյանք, հարստություն, փող, դիժկ ու արդյունքում այդ երեխեքին, սաղին աղջիկ երեխեքին կտանի կործանման, տղամարդկանց ևս, սարսափելի բաներ տեղի կունենա։ Ու հիմնականում ընդեղ կտանին հայրիներին, ճանաչվածներին։ Մի հիշեք, փառքը, դիժկը, փողը որիդ ուր կտանի։ Դուր համար գնացեք սրբության հետևից, մաքրության հետևից ու հիշեք, մարդու ամենամեծ հարստությունն է գեոր, երբ որ դու կաղոթես Տիրոջ ներկայությունը քիչնի վրեդ, կսե սա իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, նրան լսեցեք։ Կա դուրից ավելի մեծ հարստություն։ Եթե ինչ որ մեկը համամիտ է ինձ, թող գրե մեկնությունների մեջ ամեն։ Ժողովուրդ ջան, եթե այս տեսանյութը ցեզ օգուտ կբերե, կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր շնության ոգու ազդեցության տակ են։ Եղնիս տղամարդ, եղնիս կնիկ մարդ, ես քեզի դեմ հեչ բան չունիմ, հասկացի որ կկործանվի պարզապես։ Շատ տղամարդիկ չեն ամուսնանա, ինչի՞։ Որովհետև շնության ոգու ազդեցության տակ են։ Ու չեն սիրե աշխատել ընտանիք պահել, կապրին իրանց ցանկությունները բավարարելու համար։ Ուղղակի վերանայեք ձեր ապրած կյանքը։ Հաստատ դժողքի սարսափելի տանջանքներին չեք դիմանա, շնություն գործողներ։ Ազատագրվեք այդ ոգուց ու ես էսի հոգևոր վկայությունները ու Աստվածաշունչը ամենամեծ ազատագրումը կբերեն ձեր կյանքերի մեջ։ Ուղղակի այդ թեմաների շուրջ լսեք հիմնական վկայություններ, ես է ընթացքում քիչ-քիչ այս տեսանյութի տակ կտեղադրեմ, որոնք որ Տերս առաջնորդեց լսեք։ Ու հաստատ գիտեմ, որ ձեր կյանքերի մեջ ազատագրում կգա։ Սկան է ժողովուրդ ջան, լավ մնացեք, իսկ ես էլ կաշխատեմ այն ինչով որ ապրել եմ, անցել եմ, հաղթահարել եմ, կիսվեմ ձեզի հետ ու կնանամ օգտակար եղնեմ շատ շատերի իմ Տիրոջս Սուրբ Հոգու առաջնորդությունով։ Լավ մնացեք, սիրելիներ։